Որն է Աստղիկ բժշկական կենտրոնի գաստրոենտերոլոգ Նանա Մալխասյանի ամենամեծ հպարտությունը։ Լուսահոգի հայրիկի որ խորհուրդն է փոխել բժշկու կյանքի ողջունը։ Ինչ վախեր է ունեցել մանկության տարիներին, ում մոտ է գնում, երբ տխուր է եւ հուսահատ։ Այս եւ այլ ուշագրավ հարցերի միջոցով սպիտակ խալաթից դուրս բժշկի մոտ բացահայտում ենք ոչ միայն բժշկուհի, այլ Նանա Մալխասյան մարդ տեսակին։ Ընտանիքը ձեզ համար։ Ընտանիքը ինձ համար առաջնային է։ Սերը ձեզ համար։ Սերը, հիշեցի աղջիկս եմ փոքր ժամանակ, որ ասի սերը ինչ ասեց, սերը։ Սերը ինձ համար կյանքի նպատակ է։ Երջանկության ձեր բանաձևը։ Շրջապատված լինել սիրելի մարդկանցով։ Ով կարող է լինել ձեր ընկերը։ Այն մարդը, ով ազնիվ է ինձ հետ։ Ինչը երբեք չեք ների։ Դավաճանությունը չեմ ների։ Ում եք դիմում, երբ հուսահատ եք, երբ տխուր եք, երբ ուզում եք ինքներդ ձեզ հետ մնալ։ Ամուսնուս։ Հաճախ եք արտասվում։ Շատ հաճախ։ Ես շատ էմոցիոնալ եմ։ Եթե ունենայիք կախարդական փայտիկ եւ հնարավորություն ունենայիք ընդամենը մեկ հրաշք կատարելու, որը կլիներ։ Ես աշխարհի բոլոր երեխաներին, հիվանդ երեխաներին կառողջացնեի։ Ինձ համար շատ ցավալի հարց է այդ հարցը։ Ինչ խորհուրդ կտայիք 20-ամյա Նանային այսօր։ Ես խորհուրդ կտայի, որ ոնց եղել եմ այդ տարիքում, հենց այդպես շարունակեմ։ Ես կարծում եմ շատ չեմ փոխվել։ Հստակ միշտ իմացել եմ ինչ եմ ուզում ու հստակ քայլերով շարժվել եմ դեպի իմ նպատակները։ Եթե գիրք գրվեր եւ այդ գրքի հերոսուհիներից մեկը դուք լինեիք, ինչպիսին կուզենայիք, որ ձեզ ներկայացնեին, ինչպիսի հերոսու կերպար կուզենայիք։ Շատ կուզեի, որ լինեի բարի, ազնիվ եւ անաչառ։ Եթե չլինի կինն ու գինին, լավ չի լինի։ #կնոջը բացահայտել։ Ոչ, շատ դժվար է։ Ինչ պետք է անի տղամարդը, երբ կինը սխալ է։ Պետք է հասկանա, պետք է կարեկցի, պետք է փորձի օգնել։ Ինչ հատկանիշ չպետք է բնորոշի կնոջը։ Խաբելու հատկությունը չեմ սիրում։ Տղամարդու որ քայլը կարող է հիասթափեցնել ձեզ։ Առաջին սերը։ Ամուսինս է։ Ամենատպավորիչ նվերը, որ ստացել եք։ Երևի առաջին ծաղիկներն էր իր կողմից նվիրած, որ հիշում եմ։ Դպրոցում ամենաչսիրած առարկան։ Բնագիտական առարկաները ինձ մոտ շատ լավ էին ստացվում, երևի պատմությունը, հումանիտար առարկաներ չեմ սիրել։ Մանկության վախերը։ Հիշում եմ, որ երևի 6-7 տարեկան էի, վախենում էի, որ մայրիկը չի լինի։ Մայրիկի կորստի վախը։ Իդեպ, որն է եղել ծնողների կողմից այն խորհուրդը, որով առաջնորդվում եք մինչ օրս։ Հայրիկը մասնագիտությամբ ստոմատոլոգ էր եւ ուզում էի ստոմատոլոգ դառնայի, ուզում էի իր գործը շարունակեի, չթողեց։ Ասեց դու ձեռքի մանր գործեր դժվար ավելի լավ անես, քան ուղեղի աշխատանքը ու մարդկանց հետ շփումը, եւ այդպես իր հորդորով դարձա գաստրոենտերոլոգ։ Բժշկուհի կա կարգախոս, որով առաջնորդվում եք եւ որով կցանկանայիք առաջնորդվեին նաեւ ձեր բալիկները։ Իլոնա ջան, ինձ համար մարդկային ազնվությունը եւ արդարամտությունը առաջին տեղում են եւ շատ սիրում եմ ուժեղ մարդկանց, ովքեր չեն վախենում իրենց կարծիքը տվյալ վայրում ասելուց, չեն վախենում քննադատված լինելուց։ Ես ինքս էլ այդպիսին եմ ու շատ կուզեմ իմ աղջիկները այդ հատկանիշը ունենան։ Եվ վերջում, եթե չընտրեիք բժշկի մասնագիտությունը, ապա որ ոլորտում կտեսնեին բժշկուհի Մալխասյանին։ Իլոնա ջան, ես բժիշկների ընտանիքում եմ մեծացել ու անխոս առանց որևիցե բան քննարկելու միշտ մտածել եմ, որ բժիշկ եմ դառնալու, դրա համար կդժվարանամ այդ հարցին պատասխանել։ Ջերմ և հոգատար վերաբերմունք։ Նորագույն տեխնոլոգիաների կիրառում։ Տարածված հիվանդությունների կանխարգելում։ Անվտանգ և ապահով միջավայր։ Բացառիկ սարքավորումներ։ միջազգային համագործակցություն։
առաջին իսկ օրվանից։ Միակը Հայաստանում ISO 9001 որակավորմամբ։ Շարունակական զարգացում եւ աճ։ Աստղիկ բժշկական կենտրոն։